Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 26-ի համար։ Օրը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 26-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սպասում եք ձեր սիրելիին, սպասում եք ձեր հարազատ մարդկանց, ինչ-որ մի բանի եք սպասում, միգուցե որից հետո ձեզ սիրված կզգաք, այն ինչ-որ կլինի հետո, որից հարցում հաղթանակած դուրս կգաք, նաև տան հետ կապված վեց իրադարձություններ ունեք, որոնք որ պետք է անեք, նաև տուն եք փնտրում, տուն եք նայում կամ առիթ է սա։ Գործնական հանդիպում, գործնական խոսակցություն կունենաք և այստեղ հիվանդանոցում ինչ-որ մեկը մարդիկ ունեն, կարող եք այցելել իրենց տեսնել, նաև դա կարող է գնում եք սիստեմա եք ընդունում կամ ինչ-որ պրոցեդուրա եք անում, ինչ-որ և հետո գալիս եք տուն։ Նաև այդ օրը հանդիպում, շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, միգուցե ինքը գա ձեր տուն կամ դուք գնաք իրենց տուն, կամ իրենց տանը կարող առիթ լինի, և ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այս քարտերը հավաքելը հայոց պատմությունն է։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 26-ին։ Սխալմունք կա։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի հարցում ձեզ սիրված կզգաք, ինչ-որ մի բան, լավ բան տեղի կունենա, ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ կսիրահարվեք, կամ ձեր հարազատներին կհանդիպեք, կամ սպասում եք կգան, այդ օրը նաև պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, գուցե դրա հետ է կապված ուսման կենտրոն, նաև պետական հիմնարկություն դա կարող է լինել ինչ, օրինակ, որ թեկուզ գնում եք աշխատանք փնտրել, ինչ-որ կենտրոն է, դրանք բոլորը այստեղ պետական հիմնարկություն են համարվում, այս քարտերով իհարկե, որտեղ ուրիշ բաներ չկան, չեն կարող ընկնել։ Նաև հիվանդանոց, ուսման կենտրոն, մի խոսքով յուրաքանչյուր տեղ։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև ոմանք ժամադրության կգնան, կամ է պայմանավորվել եք ձեր հարազատ մարդկանց հետ կարող եք հանդիպել եւ ինչ-որ բան հաղթանակած դուրս կգաք, թեկուզ եթե ժամադրության եք, ապա եւս այն շատ լավ կանցնի ձեզ համար։ Եվ ինչ-որ հարցերին լուծումներ կտաք, վերջնական կորոշեք, կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին նոյեմբերի 26-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, գումար կստանաք, հրավերք որևիցե առիթի, առիթ կա այստեղ ինչ-որ մեկի տանը, կամ դուք կարող եք հրավիրել մարդկանց առիթի, այստեղ նվերի հետ կապված հարցեր, դուք կամ իրենք կտան, որոշ տհաճ պահեր կան, ինչ-որ հնարավորություններ ձեր ձեռքից կարող եք բաց թողնել, հանկարծակի լուր կարող եք լսել, նաև կարող սիրո խոստովանությունն է ոմանց համար հանկարծակի լուր կամ ձեր հարազատները որոշ մի բան ասեն հանկարծակի լուր այդպես լսեք։ Նաև կարող եք սիրահարվել այդ օրը, հանդիպել ձեր հարազատների հետ եւ ձեզ սիրված գալ, հա, եւ կարող այդ հանկարծակի լուրը եւս շատ լավ է։ Կարող է ինչ-որ մի առիթի ժամանակ մեկ այլ բան եք իմանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 26-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան կամ տուն եք մաքրելու կամ ինչ-որ մարդկանց հետ կարող եք վիճել։ Նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն կունենաք, ինչ-որ կամ հույս է տալու դա ձեզ կամ հույսով եք, որ դա ինչ-որ արդյունք կտա։ Նաև դա կարող է տնօրենի հետ եք խոսում, հարցազրույցի եք գնում, դա է ևս, ինչ-որ հարցեր կարող են դրանից հետո կարող եք ոնց որ հույսով լցվել։ Օրվա ընթացքում ինչ-որ տհաճ պահեր կան, նաև ոմանք այդտեղ կարող է տհաճ պահերից է, որ վիճում եք ինչ-որ մեկի հետ։ Եվ ոմանք կարող են սիրոխոստովանություն անել, ստանալ սիրոխոստովանություն, ձեր հարազատ մարդկանց հետ կանցկացնեք, իրենց շրջապատում կլինեք, նաև կարող հանդիպել իրենց հետ պայմանավորել կամ ինչ-որ բան տեղի կունենա, որ ձեզ այդպես է սիրտը կլցվի և հանկարծակի լուր կստանաք ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին նոյեմբերի 26-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը գումար կծախսեք կամ գումարի մասին կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ, նաև գումար տալ, բայց սուտ կա այստեղ, մի փոքր ուշադիր եղեք, կարող է օրինակ, ասում են փոխանցել ենք գումարը, բայց չկա, ինչ-որ պահեր են այստեղ գումարի հետ կապված, ամենայն դեպս նաև հաշվեք։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, Ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվի, կամ վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն կավարտվի։ Հանդիպում, շփում կամ կունենաք ձեր ընկերոջ հետ եւ որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 26-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան կարող ձեր ձեռքից բաց թողնել, ոչ է հնարավորություն, նվեր կգնեք, նվեր կստանաք, ծաղիկ, քաղցրավենիք եւ այլն, նաեւ ոմանք ունեն ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Եվ հյուր, այստեղ դուք կգնաք կամ ձեր տուն կգան, դե երևի արդեն այս դեպքում քաղցրավենիք է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 26-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հույսով եք, որ ճիշտ ժամանակին կգաք, որ ճիշտ ժամանակին կհասցնեք ինչ-որ մի բան անեք, նաև ոմանք կընդունվեն աշխատանքի կամ հարցազրույցի կգնաք, պատվերներ կընդունեք կամ դե շատ աշխատանք կունենաք նաև կողոտանն եք անում կամ ինչ-որ բանի հետ է դա կապված, ոչ թե հստակ աշխատանք է, այլ ինչ-որ թեկուզ տան հետ կապված գործ է։ Նաև դա պետական հիմնարկության աշխատող հետ հանդիպում է։ Օրվա ընթացքում հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 26-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև անկարծակի լուր կլսեք, օրվա ընթացքում ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, շատ աշխատանք ունենաք, հանդիպեք պետական աշխատողի հետ, ձեր տնօրենի հետ, հարցազրույցի գնաք, բիզնեսը առաջ տանեք, նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը և իհարկե հյուր, կամ դուք կգնաք կամ ձեր տուն կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 26-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք, միգուցե դրանից հետո ձեզ գումար են տալիս, կարող է ինչ-որ պատվերի համար եք խոսում։ Նաև երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են, ծնունդ, կնունք կամ ձեր երեխաների հետ է կապված ինչ-որ բան հարցեր, հղիություն, ծննդաբերություն, ամեն ինչ մտնում է դրա մեջ։ Նաև ոմանք ունեն ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւ ինչ որ կարող տատանվել, ծանր ու թեթև անել այդ օրը ինչ որ հարցեր, կասկածներ են մտնում ձեր մեջ եւ սկսում եք մտածել։ Դե ավելի շատ ոչ թե մտածել, այլ ծանր ու թեթև անել այն ինչ որ եղավ կամ ինչ որ խոսեցիք եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այս եղջյուրներին նոյեմբերի 26-ին։
Հարգելի այջեղջյուրներ, այդ օրը ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, գործնական հանդիպում, գործնական խոսակցություն կամ այդ ժամանակ կարող է ինչ-որ քաղցրավենիքով եք գնում այդ խոսակցությանը, կամ իրենք են այդպես գալիս, օձեր կամ բամբասանք, չար լեզուներ, նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ, երեխաների հետ կապված իրադարձություններ են, հղիություն, ծննդաբերություն կամ մեկ այլ հարցեր է, միգուցե ծնունդ, միգուցե իրենց հետ կապված ինչ-որ բաներ պետք է անեք, և ինչ-որ տհաճ պահեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Չգիտեմ, ասեցի հանդիպում ընկերոջ հետ, թե ոչ։ Ընկերոջ հետ հանդիպում կամ շփում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 26-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, շատ աշխատանք ունենաք, միգուցե այնքան է աշխատանքը, որ հոգնում եք, գալիս պարկում հանգստանում եք, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, կախված է թե ինչ աշխատանքով եք դուք զբաղվում, եթե մտավոր է, ապա գլխացավ, եթե ինչ-որ սուր գործիքներ, ապա ևս ուշադրություն դարձրեք։ Նաև կարող եք հանդիպել ոչ թե պետական աշխատողի, կարող եք հանդիպել հիվանդանոցի հետ կապված ոչ թե բժշկի կամ նմանատիպ ոչ թե ինչ-որ մեկին, կամ ինչ-որ գործեր են, որոնք գլխացավանք են ձեզ համար։ Այդ օրը նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, կարող եք նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց մոտ, ոմանք առավոտյան շուտ պետք է արթնան, որ կարող գնում եք ինչ-որ աշխատանքի հետ կապված հարցերով կամ բժշկականի հետ կապված հարցերով։ Ոմանք էլ կարող են ժամադրվել, պայմանավորվել իրենց հարազատ մարդկանց տեսնելու համար։ Այդ օրը գումար կստանաք, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ և այստեղ ևս ինչ-որ հանդիպում կա, միգուցե ընկերոջն է ցույց տալիս, միգուցե մեկ այլ մարդու հետ կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 26-ին։
հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ։ Երեխաների հետ կապված իրադարձություն է, միգուցե հղիություն է, գնում եք բժշկին, կամ գնում եք այնտեղ տեսնում եք բժշկին, հա, հանդիպում եք բժշկի հետ եւ ասում են ձեզ, որ հղի եք։ Ամ երեխաների հետ կապված ինչ-որ բան է, միգուցե հիվանդ են երեխաները։ Հղիություն, ծննդաբերություն, նաեւ առիթ։ Գործնական, այստեղ ոչ թե գործնական, այլ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հենց հիվանդանոց, ուսման կենտրոն, նաև դատական գործընթաց, բանկ եւ այլն։ Ոչ նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, SMS ինչ-որ մեկից, հանդիպում կամ շփում, նաև ձեր ընկերոջ հետ, որից է ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել օրվա ընթացքում, եւ տատանվում եք, ծանրութ հետեւ կանեք ինչ-որ հարցեր, միգուցե ինչ-որ բաներ են ձեզ տանջում, երեկոյան կարող եք պարկել, թեկուզ այդ ժամանակ ավելի մտածել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։